քաղաքացին մտնելուց ցուցակներում տեսավ իր հասցեում գրանցված լրացուցիչ երկու մարդ, շատ վրդովված վիրավորված եկավ, մտավ ներս, ասաց, որ ինքը այս մարդկանց 5 տարի առաջ հանել է գրանցումից։ Ոնց են իրանք հայտնվել եւ իր հասցեի դիմաց գրված էր հանրակացարան բառը, որը չի համապատասխանում իրականությանը, այդ հասցեում գոյություն չունի հանրակացարան։ Մենք կապ հաստատեցինք մեր իրավաբանների հետ, իրավաբանները ասացին, որ քաղաքացին իրավունք ունի պահանջի արձանագրել այդ փաստը։ Քաղաքացին որոշեց, որ գնա ոստիկանություն, պասպորտի սեղան եւ անձնագրային սեղան եւ բարձի ինչ է պատահել, ինչի են այս երկու մարդիկ նորից գրանցված իր մոտ։ Եվ ասեց, ես կվերադառնամ ստեղ եւ այդ հարցը կպարզեմ ոստիկաններով եւ այլն։ Մենք հիմա բոլորս սպասում ենք երբ նա վերադառնալու, որպեսզի կամ արձանագրենք, կամ այդ հարցը լուծենք արդեն կենտրոնական ընտրական շտաբում, որ ցուցակները ոնց են կարողացել կազմել։ Առհասարակ այս տեղամասը շատ հանգիստ էր, ոչ մի միջադեպ առանձնապես չի եղել, ինչ էլ եղել է շատ արագ լուծվել է, շատ համերաշխ, մասնակցել է, ես հիմա ասեմ 44.8%-ն են մասնակցել, 636 հոգի եւ ինչպես ասեց մեր վստահված անձը, պասիվությունը հավանաբար կախված է մարդկանց պարզապես հոգնել են եւ այլ, համենայնդեպս խոսակցությունները, որ մենք լսում ենք։